Բարի լույս հարգելի հետևորդներ, եթերում է IBC լուրերի առավոտվա թողարկումն է, ես Սվետլանա Պետրոսյանն եմ։ Ողբերգական դեպք Քարմավիրի մարզում ժողովրդին հայտնի Բաղրամյանի պոլիգոններում։ Ըստ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի պայթյուն է տեղի ունեցել Բաղրամյան խոշորացված համայնքում գտնվող Հայաստանի պաշտպանության նախարարության զորավարժարանի տարածքում։ Կամ 1 զոհ և 1 վիրավոր։ Կայքի տեղեկություններով պայթյունի հետևանքով 29-ամյա զինվորականը մահացել է, իսկ 39-ամյա մեկ այլ զինվորական մարմնական վնասվածքներով տեղափոխվել է զինվորական հոսպիտալ։ Դեպքի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություն դեռ չկա։ Իսկ 18-ամյա Դավիթ Մինասյանն արդեն երկրորդ գիշերն է Արմավիր քրեակատարողական հիմնարկում է։ Երեկ երեկոյան փաստաբան Վարդուհի Էլբակյանն ու Լուսինե Մարտիրոսյանը տեսակցել են Դավիթին։ Լուսինե Մարտիրոսյանը նշել է, որ Դավիթի վիճակը լավ չէր։ Ավելի վաղ փաստաբանները վերաքննիչ բողոք են ներկայացրել պահանջելով ազատ արձակել 18-ամյա երիտասարդին։ Նրանք պնդում են, որ Դավիթ Մինասյանի առողջական վիճակը անհամատեղելի է կալանքի հետ։ Դավիթի դասընկերներն ու նրանց ծնողները ևս չեն հաշտվում տղայի կալանքի հետ։ Նրանք ՄԱԿ-ի գրասենյակի մոտ աջակցություն Դավիթի բողոքի ակցիա են անցկացրել։ Մենք հավաքվելով փորձում ենք հանրությանը ցույց տալ, թե ինչ է կատարվում մեր դասընկերների հետ եւ ակնկալում ենք, որ հանրության միջոցով ինչ-որ գործողություններ տեղի կունենան այդ գործի շուրջ։ Իսկ ձեր դասընկերոջ վերագրվող մեղադրանքները այդքան երկար սովորել եք, ասեմ, որքանով է համապատասխանում։ Իմ կարծիքով ոչ մի կերպ, քանի որ նա արտառոց ոչ կրվարար է եղել, շատ դաստիարակված, շատ կրթված է եղել եւ այդ մեղադրանքները նրա մասին չէին կարող լինեն։ Նա այդպիսի պահված կյանքում չի ցույց տվել կամ դրսևոր է արքուստ մոտիկից ընդհանուր ծանոթ լինելով նրան։ Տեսեք, կալանքը 2 ամսով է Դավիթին չազատեն այդ կալանքից։ Ձեր այս ակցիաները ամենօրյա բնույթ են կրում։ Այո, կրելու են, մինչև այդ կալանքը փոխվի կամ գոնե տնային կալանք տրվի, ինչ-որ գործողություններ լինեն, քանի որ այդ ամեն ինչը դրսևորում է, մենք գիտենք մեր Դավիթին եւ գիտենք ինչպես է իրավիճակը, ինչ դրսևորում պետք է լինի եւ մեր պահանջը նույնպես գիտենք։ Հիմա ՄԱԿ-ից ինչ ակնկալիք ունեք, որ գրասենյակի դիմաց եք ակցիա անում։ Մեր ակնկալիքը հետեւյալն է, որպեսզի միջազգային հանրությունը ուշադիր լինի եւ տեսնի, թե ինչ է տեղի ունենում Հայաստանի Հանրապետությունում, թե դպրոցականների հանդեպ, թե երիտասարդների հանդեպ եւ որպեսզի ինչ-որ գործողություններ տեղի ունենան եւ որոշումը փոխվի։ Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցածի մասին երեկ ճեպազրույցի ժամանակ խոսել է նաև Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը ըստ էության կարծես պաշտպանել էր իր պահպանություն իրականացրած աշխատակցին եւ արդարացրել նրա գործողությունները։ Երբ որ պետական պահպանության ծառայության ծառայողը տեսնում է, որ իր պահպանյալին վտանգ է սպառնում, ինքը կարող է ուժ գործադրել, ինքը կարող է հարվածել, ինքը կարող է ուժ գործադրել, Աստված չանի սուր իրավիճակներում կարող է զենք գործադրել, այսինքն ձեզ համար պետական պահպանության ծառայության աշխատողը ինչ է ամենայն հարգանքով բոլոր մասնագիտությունների նկատմամբ։ Պետական պահպանության ծառայության աշխատող նրա համար է, որ երբ որ կա իրավիճակ ուժ գործադրի։ Ճեպազրույցի ժամանակ Փաշինյանը անդրադարձել է նաև Մոսկվա կատարած աշխատանքային այցին։ Ինչպես գիտեք, նախօրեին կայացել է Նիկոլ Փաշինյանի եւ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։ Հանդիպումից 1 օր անց վարչապետը լրագրողների հետ ճեպազրույցում ամփոփել է մոսկովյան այցի արդյունքները, այն գնահատելով հաջողված։ Մի շարք ուղղություններով ձեռք ենք բերել կոնկրետ պայմանավորվածություններ, գործնականում մեր օրակարգի բոլոր ուղղություններով ենք ձեռք բերել կոնկրետ պայմանավորվածություններ, մշակույթից սկսած ռազմատեխնիկական համագործակցությունով ավարտված եւ այցը գնահատում եմ շատ հաջող։ Արդեն 3 օր է հայաստանյան եւ ռուսական մամուլում ակտիվ քննարկվում է Ռուսաստանում կայացած Նիկոլ Փաշինյանի եւ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։ Ռուսական լրատվամիջոցների արձագանքներին հետևել է Գառնի Մութաֆյանը։
Խուսափողական պատասխան, եվրոինտեգրացիայի կողմնակիցների հաղթանակի գինն ու քաղաքական թթվածնի փոխարեն իրականության սառը ներարկում։ Ռուսական ու միջազգային մամուլի գլխավոր էջերին Փաշինյանի այցն է Ռուսաստանի Դաշնություն։ Բողոքի ակցիաներ, միջադեպեր ու դժգոհություններ։ Իզվեստիան գրել է Մոսկվայի կենտրոնում Հայաստանի դեսպանատան դիմաց տեղի ունեցած բողոքի ակցիայի մասին։ Պարբերականը նշել է, որ հավաքվածներն աջակցություն են հայտնել հայ առաքելական եկեղեցուն, պահանջելով, որ Փաշինյանը դադարեցնի միջամտել նրա ներքին գործերին։ Սակայն վերլուծությունների առյուծի բաժինը հասել է Փաշինյան-Պուտին հանդիպմանը։ Ռուսական Պրավդան գրել է, որ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստան էր եկել քաղաքական թթվածնի համար, բայց իրականության սառը ներարկում ստացավ։ ՏԱՍՍ-ն էլ գրել է, որ Նիկոլ Փաշինյանը խուսափողական պատասխան է տվել Ռուսաստանի Դաշնության ղեկավար Վլադիմիր Պուտինի խորհրդարանի ընտրությանը ռուսամետ ուժերի մասնակցության մասին դիտողություններին։ Մեկ այլ պարբերական էլ գրել է, որ Հայաստանում ընտրությունից առաջ Ռուսաստանի Դաշնության նախագահը բացատրել է եվրոինտեգրացիայի կողմնակիցների հաղթանակի գինը։ Բոլորը համակարծիք են, որ Փաշինյանի այցը Մոսկվա կապված է խորհրդարանական առաջիկա ընտրությունների հետ։ Նման ուղևորության համար այլ ակնհայտ պատճառներ չկային այս պահին։ Որոշ հարցեր երկու առաջնորդների բանակցությունները դժվարացնում էին։ Նիկոլ Փաշինյանը սակայն կարողացավ դիմակայել ճնշմանը։ Ցարիգրադն էլ գրել է, որ Պուտինն ուղիղ եւ կարեւոր հարց է ուղղել Փաշինյանին։ Կպահպանի արդյոք Երևանը ինտեգրացիան Մոսկվայի հետ, թե կընտրի եվրոպական զարգացման ուղին։ Կարևոր փաստարկներից մեկը գազի գինն է։ Մինչ Եվրոպան վճարում է մինչև $600 1000 խորանարդ մետրի համար, Հայաստանը ռուսական վառելիքը ստանում է գնի 1/3-ով $177.50-ով։ Պուտինը միանշանակ հիշեցրել է, որ այս գինը քարե գծի վրա չէ։ Այդուամենայնիվ փորձագետներն զգուշացնում են, որ արտաքին հավատարմության ճակատի հետևում թաքնված է վաղուց հաստատված ուղի։ Հետխորհրդային հետազոտությունների կենտրոնի Կենտրոնական Ասիայի բաժնի ղեկավար Ստանիսլավ Պրիչինի խոսքով Փաշինյանն արդեն արել է իր աշխարհաքաղաքական ընտրությունը։ Ռուսաստանի ներկայության նվազագույնի հասցնելը դառնում է Փաշինյանի համար առաջնահերթություն։ Ակտիվների վաճառքը եւ հիմնական ենթակառուցվածքների փոխանցումը երրորդ կողմի վերահսկողությանը քայլեր են, որոնք ակնհայտորեն հակասում են դաշնակիցների դիսկուրսին։ Փաշինյանին հանձնարարվել է արդյունավետորեն անջատվել Ռուսաստանից։ Սա ակնհայտորեն Եվրամիության նախաձեռնությունն է։ Այժմ լուրջ համաձայնություններ չեն սպասվում։ Բոլորը խաղում են իրենց խաղը։ Միջազգային Washington Post-ը, Reuters-ը եւս անդրադարձել են Փաշինյանի Մոսկվայցին։ Պարբերականները խոսել են կողմերի քննարկման ԵԱՏՄ-ԵՄ հատվածի մասին։ Գրել են, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը զգուշացրել է Եվրոպական միությանը միանալ ձգտող Հայաստանին։ Չեն կարողանա լինել եւ ԵՄ-ի եւ Մոսկվայի գլխավորած տնտեսական դաշինքի մաս։ Հայաստանը, որն անցյալ տարի ստորագրել է ԱՄՆ-ի միջնորդությամբ կնքված համաձայնագիր, որը վերջ է դրել Ադրբեջանի հետ տասնամյակներ տևած թշնամական գործողություններին, ավելի ու ավելի է ձգտում սերտ կապեր հաստատել ԱՄՆ-ի եւ Եվրամիության հետ։ Հայաստանի հարաբերությունները իր վաղեմի հովանավոր եւ դաշնակից Ռուսաստանի հետ լարվել են այն բանից հետո, երբ Ադրբեջանը 2023-ին լիովին վերահսկողություն հաստատեց Ղարաբաղյան տարածաշրջանի նկատմամբ։ Միջազգային ու ռուսական մեդիան այս հանդիպումը ներկայացնում է ոչ թե որպես գործակցության նոր փուլ, այլ որպես Հայաստանի արտաքին կողմնորոշման շուրջ բացահայտ հակասության դրվագ, որտեղ Մոսկվան ունի կարմիր գծեր։ Գառնի Մութաֆյան, Գեգամ Ղազարյան, ABC Media։ Ուշադրություն է գրավել նաև վարչապետի կրծքանշանը, որի վրա պատկերված է Հայաստանի քարտեզը առանց Արցախի։ Նման սիմվոլիկ դետալները դիվանագիտական արարողակարգում կարող են արդյոք դիտարկվել որպես քաղաքական ուղերձ, մեկնաբանել է դիվանագետը։ Ավելորդ նման տարբերանշանների առկայությունը ուղերձ է տալիս, բայց արարողակարգի առումով բացարձակապես ընդունելի չէ։ Այն էլ մեծ նման մեծածավալ, ասենք, կրծքանշաններ կամ այլ արթուզարդ։ Միակ ընդունելի տարբերակները այդ դեպքում ազգային դրոշն է, փոքր չափի, պետական դրոշը երկրի կամ տվյալ անձի ունեցած բարձրաստիճան շքանշանի փոքր տարբերակը, որը ընդունված է գրել։ Բայց պես աշխատանքային այցի ընթացքում դրանք նույնպես ճիշտ ասած շատ ընդունելի չեն եւ ուղերձ են փոխանցում, բայց ցել պարագայում այդ ուղերձի նպատակահարմարությունը բացարձակապես անհասկանալի է։ Պատկերացրեք նույն, ասենք Ռուսաստանի նախագահը կերի Ռուսաստանի քարտեզը իր կրծքին։ Հսկայական չափերի դուրում, ասենք։ Բնականաբար դա անիմաստ շեղող ատրիբուտ է, որը ճիշտ ասած ընդունված չի եւ արարողակարգի
բոլոր կանոններին դեմ է։ Դու անպատճառ ինչ-որ բան ուզում ես հաղորդել դրանով, բայց այդ հանդիպումը ոչ դրա տեղն է, ոչ էլ ժամանակը, որովհետև հանդիպման իմաստը հենց դա է, որ կարելի է քննարկել ամեն ինչ եւ ուղերձները կարելի է բարձրաձայնել առանց որևէ սիմվոլիկայի։ Մոսկովյան հանդիպումից ժամեր անց Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային կապի նախագիծն արդեն իրականացվում է անկախ Հայաստանի ապաշրջափակման գործընթացից։ Օվերչուկի խոսքով Անկարայի եւ Բաքվի համար այս կապը մեծ նշանակություն ունի եւ դրա գաղափարը ձևավորվել է դեռ այն ժամանակ, երբ Հայաստանի ապաշրջափակման հարցը չէր քննարկվում։ Մի պահ նույնիսկ ակնկալում էի, որ Պուտինը կհարցնի Փաշինյանին, ինչ է նա կրում իր բաճկոնի կրծքի հատվածում։ Իբր դա Հայաստանի քարտեզն է։ Փաշինյանը կրում է այդ քարտեզը ընդգծելու համար, որ Լեռնային Ղարաբաղի հարցը փակված է։ Բայց ով է քարտեզ կրում իր կրծքին։ Արդյոք որևէ մեկը տեսել է, որ այլ երկրի ղեկավար նման բան անի։ Դրոշը այո, բայց քարտեզ։ Պատկերացրեք հակառակը։ Պուտինը միջազգային հանդիպումների ժամանակ կրի Ռուսաստանի քարտեզը, որը ներառում է Դոնբասը։ Իմ կարծիքով այն, ինչ Փաշինյանը փորձում է փոխանցել այս խորհրդանիշով, ունի ճիշտ հակառակ ազդեցությունը։ Այդ քարտեզը հենց Փաշինյանի կրծքի վրա դառնում է մշտական հիշեցում հայ ժողովրդի համար, որ Լեռնային Ղարաբաղը կորցվել է անհարկի հենց նրա կառավարման ժամանակ նրա կոպիտ սխալների պատճառով։ Ավելին, երբ երկրի ղեկավարը իր երկրի իր պատկերացրած քարտեզը կրծքին ման է գալիս, դա մատնում է այն ներքին անվստահությունը, որ այդ տարածքը նույնպես ոչ հաստատուն ու անպաշտպան մի բան է, որ նույնպես կարող է կորսվել ու պետք է կրծքին կպցնել, ինքդ քեզ ու դիմացինին համոզելու, որ գոնե դա կարող ես պահել, որովհետև արդարացիորեն վախենում ես, որ դրա պահելու ձևն էլ չգիտես։ Ադրբեջանը Նախիջևանի արևմտյան ծայրում Թուրքիայի հետ շատ կարճ սահման ունի։ Թեև դրա երկարությունը մոտ 17 կիլոմետր է, բայց բավարար է երկաթուղու կառուցման եւ Ադրբեջանի ու Թուրքիայի միջև ուղիղ կապ ապահովելու համար։ Դրա համար անհրաժեշտ է այս սահմանից մինչև թուրքական Կարս քաղաք 224 կիլոմետր երկարությամբ նոր երկաթուղի կառուցել։ Իդեպ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը որևէ սպառնալիք չի տեսնում Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հայտարարությունների մեջ։ Երեկ Երևանի քրեական դատարանի Ավանի նստավայրում դատավոր Մանվել Շավերդյանի նախագահությամբ ընթացել է «Իմ նեմնիմի» հաղորդաշարի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանի գործով հերթական դատական նիստը։ Շուրջ 6 ամիս հետո դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրել տնային կալանքը։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը զգուշացրել է, որ Մերձավոր Արևելքը կանգնած է ավելի լայն պատերազմի շեմին, կոչ անելով ԱՄՆ-ին եւ Իսրայելին դադարեցնել հակամարտությունը, որը նրա խոսքով մեծ մարդկային տառապանք է պատճառում եւ վտանգում է համաշխարհային տնտեսությունը։ Իսկ Իրանի նախագահը հեռախոսով զրուցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Ըստ ադրբեջանական մամուլի կողմերը ընդգծել են տարածաշրջանում խաղաղության շուտափույթ հաստատման անհրաժեշտությունը։ Հեռախոսով զրուցել են նաև Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին եւ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Քննարկվել են Իրանի եւ Ռուսաստանի երկկողմ հարաբերությունները, նաև Մերձավոր Արևելքում եւ աշխարհում ստեղծված վիճակը։ Իրանում ԱՄՆ-ի եւ Իսրայելի ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի 3 աշխատակից, հայտնում է Reuters-ը, հղում անելով Իրանում Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի պատվիրակության ղեկավար Մարիա Մարտինեսին։ Նշում է, որ զոհվածներից մեկը մարտի 31-ին Զանջան նահանգում բժշկական կլինիկայի վրա իրականացված ավիահարվածի հետևանքով է մահացել։ Եվ վերջում եղանակի մասին։ Այսօր երեկոյան անձրև կգա։ Մայրաքաղաքում այսօր ցերեկը կլինի 17-ից 19, իսկ երեկոյան 6-ից 8 աստիճան տաքություն։ Այս ժամի համար նախատեսել ենք այսքանը, հետևեք մեզ սոցիալական բոլոր ցանցերում կամ այցելեք մեր պաշտոնական կայք 3w.abcmedia.am։ Շնորհակալություն, որ մեզ հետ էիք, ABC լուրերի հաջորդ թողարկումը ժամը 12-ին է։ Կհանդիպենք։